Զապորոժիեի ատոմակայանի էլեկտրաէներգիան վերականգնելու համար Մոսկվան առաջարկում է տեղական հրադադար։ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, որը ռուսների վերահսկողության տակ է անցել 2022 թվականին, էլեկտրաէներգիա չի արտադրում։ Սակայն այն անհրաժեշտ է վառելիքի սառեցման խիստ կարևոր պրոցեսի համար։ Արդեն 3 շաբաթ է Զապորոժիեի ԱԵԿ-ը արտակարգ դիզելային գեներատորներով է աշխատում։ Ռուսական հրետակոծության պատճառով է կայանը անջատված էլեկտրացանցից։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար եւ երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Արտաքին էլեկտրաէներգիայից ատոմակայանը զրկվել է, երբ Դնեպրի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը անջատվել է։ Մոսկվան հերքում է Կիևի մեղադրանքները։ Հիմարություն է մեղադրել ռուսական կողմին մեր իսկ կողմից վերահսող կայանը ռմբակոծելու համար։ Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են նաև Դնեպրոպետրովսկում, Կիրովոգրադի եւ Պոլտավայի մարզերում։ Էներգետիկ ենթակառուցվածքներին իր հարվածները Մոսկվան անվանում է պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողություններին։ Ուկրաինային տոմահավք մատակարարելու հարցը ՆԱՏՕ-ի այսօրվա նիստում չի քննարկվի։ Քանի որ դա երկկողմանի հարց է, մեկ երկիր պետք է որոշի, արդյոք դրան կմատակարարի Ուկրաինային։ Եվ այդ մեկ երկրի ղեկավարը դարձյալ ուղիղ չի ասել, կտա թե չի տա ատոմահավքներ Կիևին։ Ուրբաթ ինձ մոտ կգա Ուկրաինայի նախագահը։ Ես գիտեմ, թե ինչ են ասելու։ Նրան զենք է պետք, նրան տոմահավքներ են պետք։ Բոլորը տոմահավքներ են ուզում։ Մենք շատ տոմահավքներ ունենք։ Լոնդոնն այս տարի 100,000 անօդաչու կտա Կիևին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ արդեն Ուկրաինայի մատակարարել է ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարքեր, որոնք էական նշանակություն պետք է ունենան ուկրաինական առաջնագծի համար։ Սակայն ուկրաինացիներն ըստ էության դաշնակիցների օգնությամբ էլ չեն կարողանում պահել առաջնագիծը։ Ռուսական բանակը եւս 3 գյուղ է իր վերահսկողության տակ վերցրել Դոնբասում։ Ռուսները դիրքերն ամրացրել են Վոսկրեսենսկի մոտակայքում, առաջ են գնում Դնեպրոպետրովսկի մարզում Իվանովկայի ուղղությամբ։ Ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոյի խոսքով ուկրաինացիները շրջափակման մեջ են Դոնեցկի Դրոնովկա գյուղում։ Եթե ռուսները մտնեն Դրոնովկա, ուկրաինացիները մատակարարման եւս մեկ խողովակ կկորցնեն։ Խարկովի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է, ընդգրկելով 40 բնակավայր։ Ուկրաինայի եվրագործընկերները շարունակում են պնդել, որ ուկրաինացիների համար լավ ժամանակներ են սկսվում։ Կիև ժամանած Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր պատասխանատու Կայա Կալասն է այդ մասին խոսել։ Սակայն ուկրաինացիներն այդքան էլ լավատես չեն։ Չափազանց շատ են դասալքության դեպքերը։ Ըստ ուկրաինական տելեգրամ ալիքների, զինվորականները ռուսներից չեն փախչում։ Նրանք լքում են զորամասերն ու դիրքերը հրամանատարության տարօրինակ հրամանների պատճառով։ Ամերիկյան քաղաքական ծառայություններ ընկերության հարցումներով, եթե պատերազմն ավարտվի, ռազմական դրությունը չեղարկվի եւ Ուկրաինայում վերջապես նախագահական ընտրություններ անցկացվեն, Վլադիմիր Զելենսկին կպարտվի։ Ուկրաինացիների ֆավորիտներն են Ուկրաինայի զինված ուժերի նախկին հրամանատար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնին եւ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։